Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 20-ի համար, արդեն այս ամիսն էլ է քիչ ավարտվում, տեսնենք թե ինչ է բոլորի սպասվելու այս օրը, գնանք խոյերի. Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 20-ին? Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ մեկից կողեք բաժանվել, ինչ-որ բանից կողեք հեռվանալ եւս բաժանվել, ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կգան ինչ-որ մարդիկ կամ գնում են, հենց դրա համար եք բաժանվում, կողեք արտասվել, կողեք հուզվել նաեւ, այստեղ ձեր ցանկությունները կիրականանան, գումար կծախսեք կամ գումարի մասին կխոսեք, ինչ-որ միտեղ գումար կվճարեք, նամակագրական կապի մեջ կլինեք, միգուցե նաև ցուցակ եք կազմում, փաստաթղթերն եք դասավորում, ուղարկում եք, ստանում եք եւ տան հետ կապված իրադարձություն է, այստեղ կարող է առիթ եք նշում, դա կողմ ինչ-որ մեկին ճանապարհելու առիթն է դա, նաև կամ ձեր տանը, կամ պետք է գնաք այդ առիթին, եւ կողոտան գործեր եք անում, մաքրություն եք անում, որ կա, մեկ այլ բան է հենց նաև հյուր է ցույց տալիս, եւ հյուր եւ ոչ գործողություններ, տեղափոխություն, այդպես, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում. Գնանք ցուլերի. Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 20-ին?
Հարգելի ցուլեր, այդ օրը որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք։ Նաև տհաճ պահեր կան օրվա ընթացքում։ Դա չգիտեմ, սա ինչու եկել, այստեղին նա եկել։ Նաև սուտ կա այդ օրը, ուշադրություն դարձրեք։ Հեռախոսազանգ ունեք, հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ եւ նաեւ երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են, միգուցե առիթ է, միգուցե ծնունդ է, հղիություն, ծննդաբերություն, կարևոր պահեր, միգուցե երեխաների հետ կապված ինչ-որ գործողություններ եք անում այդ օրը։ Ընկերներն են գալիս իրենց երեխաների հետ, կամ նաեւ խնդրում են պահեք իրենց, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 20-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոչինչ չունեք, միայն օձեր են։ Օձեր են ձեր շրջապատում, չար մարդիկ, չար խոսակցություններ, այդպես իրենցով եք զբաղվելու, ավելի շատ, հա, այդ չար պահերը։ Դե նայեք նաև ձեր լուսնային նշանը։ Այսքանը ձեզ համար ցավոք ոչինչ չկա, միգուցե օձերով եք զբաղվելու այդ օր, իրենց արարքներով եք զբաղվելու կամ հեղափոխելու են ձեզ, ինչ որ դեր ունեն այդ օրը իրենք ձեր կյանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 20-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, նաև կարող օրվա ընթացքում պարկել, քնել, հանգստանալ, նաև չի բացառվում, հա, դա ցույց է տալիս, որ ձեր երկրորդ կեսը ձեր հանդեպ ավելի հավատարիմ է, տհաճ պահեր կան այդ օրը և ինչ-որ բան ձեզ ցավ է տալիս, միգուցե այդ տհաճ պահերն են, որ ցավ են տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք կառույցների։ Ինչ է սպասվում առույցներին հուլիսի 20-ին։ Հարգելի առույցներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված։ Նաև հյուրեր կունենաք կամ դուք կգնաք հյուր, բավականին ձեզ սիրված կզգաք, ոմանց սիրոխոստովանություն կանեն կամ դուք կանեք։ Նաև սիրահարվելն է, նաև դա հարազատների հետ կարող գտնվել։ Ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, նաև այդ օրը կարող եք ժամ պայմանավորվել։ Հեռախոսազանգ ունեք և նվեր, կամ գնելու եք այդ օրը, կամ նվիրելու եք, կամ ձեզ են նվիրելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 20-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը որևիցե գաղտնիք կբացահայտվի, նաև տան հետ կապված հարցեր կան, միգուցե առիթ է, պետք է գնաք, միգուցե ձեր տանն է առիթ, մարդկանց կհրավիրեք ձեր տուն, սուտ կա, այդ օրը կամ տան հետ կապված յուրաքանչյուր գործողություն, դա կարող է լինել տան գնում, վաճառում, այստեղ վերանորոգում, յուրաքանչյուր բան կարող է լինել։ Նաև այդ օրը սուտ կա, շոդիր եղեք, օրը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված, որը ինչպես կընդունեք, ինչ կանեք։ Նաև այստեղ ցավ կա, ինչ-որ մեկի հեռացման հետ կապված, բաժանում է, միգուցե ժամանակավոր է, միգուցե ընդմիշտ է, և այստեղ ցավ կա, և ցավը կարողանում եք հաղթահարել։ Եվ նաև նվեր է տալիս ձեզ, նոր եք գնում կամ դուք եք նվեր տալիս, նոր հետո ճանապարհում, բայց այստեղ կարողանում եք հաջողությամբ ոնց որ չեմ կարող ասել ազատվել, հաջողությամբ այդ ցավից, ոնց որ չի ցավացնի այդ ձեզ, ոնց որ դուք ձեզ կարողանում եք այնպես անեք, որ շատ ուժեղ չզգաք դա։ Եվ հեռախոսազանգ ունեք այդ օրը, նաև գաղտնիք կբացահայտվի, կարծես թե ասացի։ Այսքանը ձեզ համար, օրը ձեր ձեռքում է, ինչպես որ նշեցի, շատ բան հենց ձեզանից է կախված։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հուլիսի 20-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը տատանվում եք, ինչ-որ մի հարց է ձեզ շատ տանջում, նաև ընտրության առջև կանգնած կլինեք, այդ օրը գումար կստանաք, միգուցե դրանից ինչ-որ մի բան եք ուզում երևի գնեք, հետո ծանրութեթև եք անում արժի թե ոչ, նաև գործերը կանեք կավարտեք կվերջացնեք, սեղանի շուրջ եք նստելու, որտեղ կամ սիրելիների հետ եք, հարազատների հետ եք, կամ ձեզ շատ սիրված կզգաք, լավ կզգաք, Գուցե սեղանի շուրջ ձեզ սիրո խոստովանություն են նաև անում, կամ դուք եք անում սիրո խոստովանություն, նաև ուշադիր եղեք, որևիցե հնարավորություն կախեք ձեր ձեռքից բաց թողնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։
Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 20-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք աշխատանքի մասին կխոսեն, նաև աշխատանքի հետ կապված որևիցե պահեր կարող են լինել, հանդիպում պետական աշխատողի հետ, նվեր կստանաք, դուք նվեր կտաք դիմացինին, նաև նվեր կգնեք այդ օրը օձեր կան, չար մարդիկ, չար խոսակցություններ, բամբասանք, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք այդ քայլը, միշտ ապեք ոչ մի հարցում և սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 20-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը որևիցե գաղտնիք կբացահայտվի, նաև սեղանի շրջակ նստելուն, այդտեղ կարծես թե սուտն է բացահայտվում և դա ձեզ կարող է նաև տխրեցնել, չի բացառվում, որտև հիասթափվում եք, տխրում եք և գումար եք ծախսելու կամ գումար եք տալու ինչ-որ մեկին կամ վճարելու եք կամ գումարի մասին նաև կարող եք խոսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 20-ին։ Հարգելի այդ եղջյուրները, այդ օրը հեռախոսազանգ կստանաք, ձեր ցանկությունները կկատարվեն, երջանիկ կլինեք, միգուցե հեռախոսազանգը ձեր և ցանկություններն է կատարում և երջանկություն է տալիս նաև ձեզ։ Այդ օրը սուտ կա, բայց ուշադրություն դարձրեք, կարող են խաբել ձեզ, կամ ինչ-որ մի բան ասել ու չանել, ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ ում հետ կհանդիպեք։ Այդ օրը նաև գումարի մասին կխոսեք, գումար կծախսեք, կվճարեք նաև և գաղտնիք կբացահայտվի։ Գուցե սուտն է, հա, այստեղ սուտն է բացահայտվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 20-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված որևիցե հարցեր ունեք, դրանցով կզբաղվեք, նաև ոմանց համար դա ուսման կենտրոն է, բժշկական կենտրոն է, որտեղ կայցելեք, խոսեք, ինչ-որ բաներ կա, այնտեղ նաև գաղտնի գործողություններ կա, հնարավոր է նաև այստեղ գաղտնի գործողություններով եք զբաղվում պետական հիմնարկությունում։ Օձեր կան, կամ գալիս են ձեզ մոտ, կամ դուք կգնաք ինչ-որ միտեղ, որտեղ որ շատ օձեր կլինեն, բամբասանք, միգուցե ձեր ճանապարհների հետ է կապված, միգուցե գնում եք անընդհատ հանգստանալու, կամ տեսնում են ձեզ դրսերում, չգիտեմ, ինչ-որ պահեր են, որի համար սկսում են նաև բամբասել, խոսել, քննարկել, որևիցե հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բան ձեր օգտին է այդ օրը ավարտվելու։ Եվ երեխաների հետ կապված իրադարձություններ ունեք, դա կարող է լինել ծնունդ, առիթ, դա կարող է լինել, եթե ոչ ձեր երեխաները, ապա ձեր հարազատների երեխաների հետ կապված լինի, նաև ընտանեկան կյանքն է դա, ոմանք կամ ընտանիքով ավելի շատ կզբաղվեն, ընտանեկան կյանքով ավելի շատ կհետաքրքրվեք, ընտանիքով ավելի շատ, կամ հղիություն է սա նաև ծննդաբերություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 20-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ոմանք ունեն թաքուն գործողություններ, ոմանք ունեն թաքուն սիրավեպ, գումար կստանաք, ճանապարհ եք գնալու, նաև կա ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կան, ոչ թե դուք գնաք, եւ ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, վիճում եք դիմացինի հետ, խոսում եք, վիճում եք, այսպես վիճում եք, հետո նոր ձեզ ցավ է տալիս, կարող իրար վիրավորում եք վիճելու ընթացքում, դա է ձեզ ցավեցնում, կամ ինչ-որ մի բան է արդենից ձեզ ցավեցնում է եւ դրա շուրջ եք սկսում վիճել։ Նաև այդ օրը ունեք թաքուն, նեցեք, նվեր կարող եք գնել ինչ-որ մեկի համար, կամ դուք նաև նվեր ստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։